Ողջույն, հարգելի հայրենակիցներ, վերջերս շատ տարբեր լրատվականներով, ֆեյքերով, Նիկոլի Արբանյակ բլոգերներով ամենտեղ աչուցաղ լսում ենք, որ Սամվել Կարապետյանը ձայները հավաքելու է տա Ռոբերտ Քոչարյանին։ Նախ Սամվել Կարապետյանը կամակատար խամաճիկ չի, նա կուշտ լիդեր է, թեպետ որ տա Ռոբերտ Քոչարյանին դա կոալիցիոն կառավարություն կձևավորի, իրա կուշտ գաղափարով Ռոբերտ Քոչարյանի հետ ճիշտ երկիրը կկառավարեն, ինչից եք վատ զգում, մենաշնոր մոնոպոլիան ալա, որ տանմա ծայրահեղ գերահարստությունից ծայրահեղ գերահակատություն, թե կոալիցիոն կառավարությունը առողջ կուշտ լիդերներով հանդերձ, կուշտ լիդերը այստեղ գերնպատակն է հայության, պետք է գերնպատակը լինի, որ կուշտ լիդեր լինի, ոչ թե սոված կամակատար մենաշնոր մոնոպոլիստ։ Այսօր այդ մենաշնոր մոնոպոլիստ սոված կամակատարներն են իշխում երկիրը։ Երկիրը ինչ օրի են բերել, իսկ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը փառք Աստծո, կուշտ լիդերներ են, բավականին փորձառու։ Ինչից եք դուք վատ զգում, բլոգերներ ֆինանսավորել, Նիկոլա ձեզ։ Մի փոքր ֆինանսավորի, հետո ձեզ էլ հետը հայրենիքով պետություն ու պետականություն կհանձնի Ալիևին, քանի որ ասում եմ, Ալիևի ցանկությունը մնա իշխանության Նիկոլը։ Այսինքն եթե դուք Նիկոլի զակազը կատարում եք, Ալիևի զակազն եք կատարում։ Մի հատ լավ գիտակցեք, ինչքան պետք է բացատրենք ձեզ։ Դումա ձեր գլուխը չի մտնում։ Շատերն են հելուղում Ռոբերտ Քոչարյանին է տալու, կոալիցիոն կառավարություն թող ձևավորի, ես այո կողմ եմ, իհարկե կողմ եմ։ Ես դեմ եմ մենաշնոր մոնոպոլիային, որ մենակ Սամվել Կարապետյանը ղեկավարի, դեմ եմ մենակ Ռոբերտ Քոչարյանը ղեկավարի, դեմ եմ մենակ որ Վարդան Ղուկասյանը ղեկավարի, դեմ եմ մենակ Ծառուկյանը ղեկավարի։ Թող միասնական կոալիցիոն կառավարություն ձևավորեն, 4 իրական ընդդիմություն միանան եւ հաղթանակի բանալին ունենան։ Ինչ է, վատ եք զգում։ Մեզ այսօր պետք է մեր երկիրը, պետությունը, պետականությունը առողջ լիդերներով, իսկ փառք Աստծո 4 ղեկավարների մեջ, 4 կառույցի մեջ բավականին առողջ պրակտիկ գիտելիքներով հարուստ մարդիկ ունենք։ Իսկ Նիկոլը լրիվ մսուր մանկապարտեզ էր, եկավ երկիրը կործանեց։ Շնորհակալություն ու